Վերադարձանք եթեր սիրելի հեռուստադիտողներ եւ ժամանակն է անցնել մշակութային նորություններին եւ իրադարձություններին, որոնք սպասվում են առաջիկայում։ Եթե ավելի կոնկրետ երաժշտության։ Այո, երաժշտական իրադարձություն է սպասվում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ապրիլի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում լինելու է մեծ համերգ, բայց համերգի մասին ավելի մանրամասն կխոսենք հենց հիմա մեր հյուրի հետ։ Եվ այսպես մեր հյուրն է կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք մեզ հետ եւ հետաքրքիր է ինչու հենց եզրափակիչ համերգը որոշեցիք նվիրել կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ Շնորհակալ եմ նախարարի համար։ Սիրով։ Ես միջև այդ ամփոփիչ համերգին անցնելը կուզենամ շեշտեմ, որ կամերային երաժշտության ազգային կենտրոնը եւ կառույցին ներքո գործող բոլոր կոլեկտիվները այս տարի նույնպես ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում նախատեսել էինք բազմաթիվ համերգներ մարտ-ապրիլ ամիսներին եւ ամփոփիչ արդեն ապրիլի 29-ին մեր նախատեսված ծրագիրը կիրականանա Արամ Խաչատրյան համերգասրահում նախորդ տարի էլ մենք էլի ֆրանսիացի կոմպոզիտորի Պուլենկի Ստաբատ Մատեր հայտնի ստեղծագործությունն ենք մեր կոլեկցիաների մասնակցությամբ կատարել եւ այս տարի քանի որ Գաբրիել Ֆորեի 180-ամյակն է նշվում եւ բավականին մեծակտավ շատ հայտնի այս ստեղծագործությունը որոշեցինք որ մեր կամերային նվագախմբի եւ մեր կառույցում գործող երկու երգչախմբերի մասնակցությամբ Երևանի պետական կամերային երգչախմբի եւ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ եւ երկու մենակատարներ մեկը Հայաստանից Աշոտ Վանթարջյան եւ Ֆրանսիայից ունենք նաեւ երգչուհի Ամեր համագործակցությունը ֆրանկոֆոնիայի շրջանակներում ավելի խորը արմատներ ունի հենց Ֆրանսիայի դեսպանության հետ եւ ֆրանսիական ինստիտուտի հետ արդեն տարիներ շարունակ համագործակցում ենք եւ իրականացնում ենք ֆրանսիացի կոմպոզիտորներին նվիրված հետաքրքիր համերգային ծրագրեր այս գործը բավականին երկար քննարկումների արդյունքում որոշեցինք եւ կանգնեցինք այս ստեղծագործության վրա եւ հուսով եմ ամսի 29-ին կունենանք շատ գեղեցիկ հրաշալի համերգ նշեմ որ համերգը ղեկավարելու է Գերմանիայից ժամանած հենց այսօր կժամանի արդեն շատ հայտնի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը որի հետ արդեն շուրջ երևի թե 4-5 տարի համագործակցում ենք եւ հուսով եմ ինքն էլ շատ մեծ ողջորվածությամբ ու շատ լուրջ է տրամադրված համերգին եւ այսօրվանից արդեն կսկսեն մեր հիմնական փորձերը։ Եվ ինչպես սկսվեց ձեր համագործակցությունը դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի հետ։ Ֆիլիպ Ամելունգի հետ, եթե չեմ սխալվում, 21 թվականին է եղել մեր առաջին համագործակցությունը Բախի ստեղծագործությունով, Բախի մագնիֆիկատով նորից մեծ մասշտաբային ծրագիր էր մեր նվագախմբի կամերային եւ մեր նորից երգչախմբերի մասնակցությամբ եւ այնտեղից հենց Գերմանիայից նորից ժամանել էին սոլիստներ, հենց գերմանացի եւ այդ ժամանակահատվածից սկսած արդեն Ֆիլիպ Ամելունգի հետ շատ սերտ բարեկամական հարաբերություններ ձևավորվեց եւ արդեն 2-3 տարի է կամերային նվագախումբը հյուրախաղերի մեկնելիս նաև քանի անգամ առիթ ենք ունեցել հենց Գերմանիայում Ֆիլիպ Ամելունգն է հյուրընկալել։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև սահմաններից դուրս։ Մի քանի տարբեր համերգային ծրագրերով Ֆիլիպ Ամելունգը արդեն 3 տարի կլինի, որ տարբեր եվրոպական քաղաքներում մեզ հետ հետաքրքիր համերգային ծրագրեր է իրականացնել։ Հիանալի։ Ֆրանկոֆոնիայի օրերը մեզ մոտ Հայաստանում շատ յուրահատուկ կերպով են անցնում եւ հատկապես նմանատիպ համերգները, նախագծերը դառնում են մշակութային կամուրջ հայ-ֆրանսիական մշակութային հարաբերությունների մեջ, արդյոք առաջիկայում նաեւ սպասվում է համերգ, գուցե նույն ծրագրով կամ փոփոխված նաեւ Ֆրանսիայի մեծ հայկական համայնքներ ունեցող քաղաքներում եւ ոչ միայն։ Մենք կամերային նվագախմբով պլանավորում ենք Աշտանը հենց մեծ տուր է պլանավորվում աստծո հաջողությամբ հենց առաջին համերգը պլանավորվում է սկսվել եվրոպական երկրներից հետո արդեն Ամերիկա եւ Կանադա
եւ առաջին համերգը այս պայդրությամբ դեռ բանակցային փուլում է, երևի թե սեպտեմբերի վերջ կիրականանա հենց Փարիզում, բայց կարող եմ հավելեմ, որ նախորդ տարի մեր մեծն շանսոնիայի 100-ամյակի նվիրված համերգի 100-ամյակի շրջանակներում համերգներ ունեցավ կամերային նվագախումբը, հենց առաջին համերգը մեկնարկեց հյուրախաղերի հենց Շվեյցարիայից եւ հետո այնտեղ շարունակել ենք Ֆրանսիա, Գերմանիա, Ֆրանսիայում Ստրասբուրգով եւ Նանսի քաղաքներում է տեղի ունեցել, կարծում եմ, որ շարունակական կլինի եւ այս տարի նույնպես չնայած նախորդ տարի նաեւ մեր երգչախմբերից Հովեր կամերային երգչախումբը Ֆրանսիայում նորից մասնակցեց փառատոնի, բազմաթիվ են համագործակցությունները եւ կուզենամ նախ նշել նաեւ, որ մենք այս տարի մեր տարբեր կոլեկտիվների մասնակցությամբ ունեցել ենք ֆրանկոֆոն ծրագրեր եւ հենց ամսի 29-ին բացի այն, որ Արամ Խաչատրյանը իրականանալու այդ ծրագիրը, ունենք նաեւ մեր տաղարան հնագույն երաժշտության համույթի համերգ նվիրված ֆրանսիական բարոկ շրջանի երաժշտությանը եւ բավականին հետաքրքիր ծրագիր է սպասում հենց Կոմիտասիանական կամերային երաժշտության տանը։ Դրա նախորդ օրը Հովեր կամերային երգչախումբը ունի նորից ֆրանկոֆոն համերգային ծրագիր, այսինքն շատ բազմապիսի ծրագրեր ունենք, նաև ամփոփիչ ամսի 30-ին ապրիլի ունենք հետաքրքիր ծրագիր, որը նաև նվիրված է թե ջազի միջազգային օրվան եւ թե ֆրանկոֆոնիայի շրջանակներում նորից ամփոփիչ ծրագիր, կլավիսինային համերգ, տարբերվող ծրագիր, հենց կլավիսինով մենք ջազային կատարումներ ենք նորից Ֆրանսիայից ժամանած մեր հայրենակցուի Սոնա Տոնապետյանի մասնակցությամբ, նաև ծրագրում հնչելու է մեր հայտնի ֆրանսիահայ կոմպոզիտորների Միշել Լեգրանի եւ անձնավորի ստեղծագործությունները նաև։ Կարող ենք ասել, որ իսկապես շատ խիտ եւ հարգեցած ամիսներ էին ձեզ համար եւ մարտը եւ ապրիլը։ Եվ հետաքրքիր է ըստ ձեզ հայ լսարանը ինչպես է ընդունում ֆրանսիական դասական երաժշտություն։ Ես վստահ եմ, որ քանի որ շատ են լինում նմանատիպ ծրագրեր, արդեն նաև մեր հայ-ֆրանսիական բարեկամական կապերը, նաև մեր մեծն թե շանսոնեի, թե մնացած հայտնի ֆրանսիացի կոմպոզիտորներ, որոնք հենց իրենք արյունով հայեր են, արդեն շատ սերտ ու ջերմ հենց երաժշտական փոխկապակցվածություն կա ու վստահ եմ շատ մեծ սպասումով են հանդիսատեսը սպասում է այս նմանատիպ ծրագրերին։ Եվ շատ հարազատ են համարում ֆրանսիական մշակույթը մեզ։ Իհարկե մենք խոսեցինք մինչև ապրիլի 30-ը սպասվող համերգների մասին եւ առաջիկա հյուրախաղերի պլաններով Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցներն էլ վստահ ենք, որ կհետևեն, որպեսզի համերգները բաց չթողնեն, բայց արդյոք սպասվում են նաեւ նոր համագործակցություններ, թե դիրիժորների, թե մենակատարների, որոնք հրավիրված են լինելու եւ ոչ հայ են ազգությամբ, բայց նվագելու են մեր նվագախմբի հետ կամ գործունեություն ծավալելու երգչախմբերի հետ։ Այո, մենք ունենք բազմապիսի ծրագրեր, նաև կամերային նվագախումբը մայիս ամսվա մեջ պլանավորում է հետաքրքիր համերգային ծրագիր իտալացի դիրիժորի հետ եւ բազմապիսի են մեր ծրագրերը, թե երգչախմբերի մասնակցությամբ, թե նվագախմբի մասնակցությամբ ու մենք ունենք բազմապիսի ծրագրեր, որ հրավիրում ենք հենց հայտնի սոլիստների, որովհետև մենք շատ ժամանակ ունենում ենք նաև այնպիսի նախագծեր, որ կարողանում ենք մեզ թույլ տալ, այսինքն այդ համագործակցության շրջանակներում թե ծագումով հայ, թե որովհետև ունենք մենք բավականին հայրենակիցներ դրսում ապրող, որոնք որ հանդես չեն եկել Հայաստանում որևէ ծրագրով եւ հարմար առիթ է հենց թե մեր հայրենակիցների, թե եւ օտար եվրոպացի եւ տարբեր ազգերի ներկայացուցիչ դիրիժորների եւ սոլիստների հետ համատեղ։ Հիանալի հնարավորություն է կարծում եմ նաև երաժիշտներին այս համագործակցության ընթացքում փորձի փոխանակման, ինչու՞ չէ նաև հետագայում, երբ համերգներով կներկայանաք օտար երկրներում, նաև այդ դեպքում ամենակարևոր բաներից մեկն է։
Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ այս նորություններով կիսվելու շատ հագեցած տարի է վստահ ենք սպասվում մինչեւ մայիս կարծես արդեն իմացանք ինչ է տեղի ունենալու եւ վստահ ենք մենք անգամ հիշեցնենք ապրիլի 29-ին Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա եզրափակիչ այսպես ասենք համերգը Շնորհակալ ենք անչափ եւ մեր ողջույնն ենք ուղարկում նաեւ կամերային թե երգչախմբերին թե նվագախմբին հաջողություն մաղթելով համերգների ընթացքում շնորհակալ ենք իսկ մենք շարունակում ենք եթերը սիրելի հեռուստադիտողներ